պատասխանում։ Որ հնարավոր փողոցային պայքարը կարողանան խոչընդոտել կամ թույլ չտալ։ Շնորհակալ։ Պարոն Սաղաթելյան, ներողություն մի հարց, դուք անձամբ կողմեք, որ մանդատները վերցնեն, թե չէ։ Անձամբ Չի իմ կարծիքը առանձնացնում, որովհետև դա ճիշտ չի։ Վերջապես ես կուսակցության ներկայացուցիչ եմ, անկախ նրանից ինչ անձնական կարծիք ունեմ, առաջնորդվելու եմ կուսակցության որոշումով։ դուք նախընտրել եք ձեր համար Ալեն Սիմոնյանի ազգային ժողովը, թե Ռուբինյան։ Ոչ մեկի։ Իհարկե, չի մասին է խոսում։ Մեծ տարբերություն էլ չեմ տեսնում ասում։ Գիտեք, արդեն ամբողջ քարոզարշավը նախանցավ սպառնալիքների ֆոնով, էլ համբալներ կզսնելու եմ եւ այլն, եւ հիմա արդեն ԿՊԱ-ականները սպառնում են, ասում են թող դու Խանիկ Խոչարյանը մանդատը վերցնի, գա խորհրդարան, կտենա իր հալը, այնտեղ Վահագն Ալեքսանյանն ասում էր սոսնձելու եմ ճակատին, այն փողերը, որի մասին ձայնագրություններում խոսվում էր, սպառնալիքների մասին ինչ Եմ ձեզ էլի, ես դուխով ԿՊԱ-ական չեմ ճանաչում։ Ու ավելին ասեմ, եթե մի օր իշխանություն չլինան, դրանց դուխը կտեսնենք։ Թող երկու օր պետական պահպանության տակ չլինեն, զորք չմտցնեն խորհրդարան, այս մարդկանց չշարեն, ըստ տենամ դրանց դուխը որտեղ է։ Ախր այտենց չի էլի։ Հիմա գիտես շատ իշխանությունն ու փողը իրենց թվում է թեզի անվերջո անսահման, որևէ իշխանություն հավերժ չի եղել, հատկապես սրանց։ Դուք միշտ հիշեք, սա սրանց իշխանության մնալը բնության օրենքներին էլ է դեմ։ Սրանց վզին կա հանձնված Արցախ, 5000 մարդու արյուն, Հայաստանի տարածքային ամբողջականությունից զիջել են Ադրբեջանը։ Չեն կարա երկար, հիմա թռվռան, հոխորտան, հելեն մեր վրա մուննատ գան, մտնեն մեր ընտանիքներ, բռնեն էս անեն, բայց միևնույնն է պատասխան են տալու։ Այդ թվում նաև է սահմանադրական դատարանը, եթե գնա այդ ճանապարհով։ Այս ինչ խոստանգում է։ Մի հարցը եւ վերջ մտավախություն չունեք, իրենք թվականակով շատ են այնուամենայնիվ ավականուն ծեծկրտուքը ցույց տվեց, որ իրենց անվտանգությունը, աշխատակազմը միանում է եւ իրենք շատ որ են լինում։ Մտավախություն չունեք, որ մանդատները վերցնելու դեպքում ընդդիմությունը ծեծկուտի իրենցից։ Այդ մտահոգությունը չունեմ։ Ընդդիմությունը եթե գնա խորհրդարան, պետք է պատրաստ լինի շատ ամուր կազմակերպված իր պայքարը առաջ տանը։ Սադրանքները անելու են, ինչի նախորդ 5 տարվա մեջ չեն արել։ Վրատան պատասխանը պետք է ստանան։ Ավել խոսեն պատասխանը կստանան։ Կգնա այլ մթնոլորտում։ Մենք պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի։ Ուրիշ տարբերակ չկա, գիտեք, այսինքն նժարին շատ ավելի ծանր բաներ է դրած։ Իհարկե գիտենք դեմներս ովքեր են կանգնած, որևէ գիծ սրբություն եւ հայրենիք չունեցող մարդկանց խումբ, որոնք ամեն ինչի պատրաստ են։ Բայց այլ տարբերակը որն է։ Կռվեն, քացով խփեն, դուք էլ կանեք։ Բա ինչ կարող կանգնենք նայենք, հա։ Ինչի մի հատ բան ասեմ, ես 5 տարվա մեջ դες կանգնեն այլենք։ Բայց իրանք որ շատ են, մեկը իրանք Շատ են ինչ։ Դուք եք վնասվածքներով դուրս գալ։ Հիմա բայց լավա վնասվածքով դուրս գաս, քան թե անպատիվ։ Ինչի մասին է, այսինքն կռիվ, մենք դրանից ոչ խուսափող ենք, ոչ էլ կանոնով ենք, ոչ էլ նախ դրանից որ վախեցողել ենք, ինչ գործ ունենք ընդհանրապես այս 5 տարի։ Շատերի պես կեթային քարմարվեինք, ինչ տենդեր շահել չէին կարա, թե բիզնես անել։ Ընդդիմադիրների տենդերները չէին շահել։ Իրանց յուրայինների տենդերները չեն։ Ընդդիմադիր են իրանց աղբերները, հիմա չաղ ու բախտավոր այդ նախկին թալանչիները, բան։ Պարզումը մենք ենք թալանչին, այդ հավատամ։ Շնորհակալություն։ Պարոն Սիմոնյան